Պարոն Իսկանդարյան, Արցախի թիմի տեղահանվելուց հետո Արցախի թեմի առաջնորդ Հովհաննես Սրբազանը ինչ քայլեր է ձեռնարկել, մասնավորապես համախմբելու եւ թիմի տեղահանվելուց հետո բազմաթիվ, այսպես ասած, ակցիաներ, հավաքներ են եղել նույն ձեր հետ վրան, երբ որ տեղադրվեց Ազատության հրապարակում, Հովհաննես Սրբազանը ինչպես էր արձագանքում դրանց, կողմ էր, դեմ էր, ինքը ինչ էր առաջարկում ընդհանրապես։ Նախկինում եւս հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր, կարող եմ միայն ասել, որ հիմա տեսնում ենք 180 աստիճանի փոխված Սրբազան։ Այսքանը կարծում եմ մեր հայրենակիցների համար պարզ է։ Հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու եւ պարզաբանելու ինչն է պատճառը, բայց չգիտեմ, չեմ ցանկանում ենթադրությունների դաշտ մտնել, միայն կարող եմ ասել իր այսպիսի պահվածքը խորը ցավ է պատճառել 100,000-ից ավել մեր հայրենակիցների։ Բայց ինքը որպես թեմի առաջնորդ ինչ քայլեր էր փորձում անել, որ հիմա հայրենական աստիճանով փոխվելու։ Նախկինում ամենայն դեպս որոշ աշխատանքներ կատարվում էր, ինչքանով որ ես եմ տեղեկացված, փորձում էր պահել թեմա, հանդիպումներ էր ունենում ծխական համայնքի հետ, բայց այնինչ ունենք այսօրվա իրականության մեջ, նշեցի, որ 180 աստիճան տակ փոխված է։ Ձեզ համար կամ միայն ոչ միայն ձեր շրջապատի արցախցիների համար նրա այդ 180 աստիճան փոխվելը եւ կաթողիկոսին պաշտպանում է, հիշում եմ Փաշինյանին, ինչպես էր քննադատում նա Արցախի հանձնման միակ մեղավորը, հայտարարություններ ինքն է արել, այո, Սրբազանի ժամանակ։ Եվ ասեմ, որ մենք առիթ ունեցել ենք իր գլխավորությամբ հանդիպելու վեհապարի հետ տարբեր խնդիրներ քննարկելու։ Միգուցե իրեն ճանաչող անձանց համար սա անակնկալ չէր, բայց ինձ համար ես ամեն դեպքում չէի սպասում։ Ի վերջո կաթողիկոսներ չէ, որ միակ կառույցը, որ Արցախից պահպանվում է, դա Արցախի թեմն է եւ բոլոր քահանաներ աշխատանք են ունեցել, տարբեր թեմերում տեղավորվել են։ Ձեզ համար չգիտեմ, դուք պատճառ գտել եք, թե ինչը կարող է լինել, կողմատ կա, գուցե ինչ-որ մի բան կա, ինչու հանկարծ նա այդպես փոխվեց։ Քանի որ առիթ չեմ ունեցել իր հետ հանդիպելու, ճիշտ չի լինի եւս մեկ անգամ նշում եմ ենթադրություններ անելը, ճիշտ եք նշում, որ կաթողիկոսը ամուր կանգնած է եւ արցախցիների եւ Արցախի իշխանությունների կողքին մենք մեր զորակցությունն ենք հայտնում եւ պատրաստ ենք ցանկացած իր կոչով լինել այնտեղ, որտեղ որ պահանջվում է։ Սրբազանի մասով արցախցիները իրենց գնահատականը տվել են, Հովհաննես Սրբազանի մասին է խոսքը։ Մենք մեր մտահոգությունները եւս հայտնել ենք կաթողիկոսին, քանի որ չենք ցանկանում եկեղեցու գործերին խառնվել, իրենք ինչպես հարկ համարեն, մեզ համար ընդունելի է։ Մտահոգությունները դա նկատի ունեն։ Իսկ թեմի քահանաները ինչ դիրքորոշում ունեն, որովհետև մենք այս ընթացքում, եթե չեմ սխալվում, միայն դիվանքի վանահորդ Հովհաննեսի կարծիքն ենք լսել, որը ի պաշտպանություն Վեհապար Հայրապետի է հանդես եկել, մյուս քահանաների մասով մինչև այդ որևէ դիրքորոշում։ Տեր Հովհաննեսը ամուր կանգնած է եւ կարծում եմ պետք է համախմբել, սա իմ անձնական կարծիքն է նրա շուրջ։ Չեմ կարող ասել, սա չընկալվի որպես մտահոգություն բոլոր այն քահանաների վերաբերյալ, ես բավականին երկար ժամանակ է Տեր Հովհաննեսին ճանաչում եմ եւ վստահ եմ, որ նա ունի այդ կամքը եւ միջևերջ կանգնելու է Վեհապարի կողքին։